բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Արտուր Բեգլարյանը։ Ինչպես գիտենք, ամսի 20-ից արդեն սկսվում է 2016-2017 թվականների որսաշրջանը։ Պարոն Բեգլարյան, ասացեք, թե նախ ովքեր կարող են որսի մասնակից լինել, ովքեր կարող են որսորդ համարվել և ինչպես է դա կատարվում։ Դրանից հետո նոր կանդրադառնանք արդեն կենդանատեսակներին, թե ինչ վիճակի։ Նախ նշեմ, որ որսի սիրողական որս իրականացնելու համար անհրաժեշտ է 3 փաստաթուղթ։ Առաջինը դա որսորդական վկայականն է, որը առայժմ հասարակական կազմակերպությունների կողմից տրված վկայականն է, նրանց անդամատոմս է։ Երկրորդ փաստաթուղթը դա զենքի թույլտվությունն է, եթե որս իրականացնում են հրազդանով, տրվում է ոստիկանության կողմից, եւ այն փաստաթուղթը, որը հավաստում է, որ վճարել են այդ կենդանատեսակի բնավճարը, որի համար որ որս իրականացնել են։ Այսինքն փաստաթուղթի մասին խոսք։ Առաջինը որսորդակ ինչով է, ինչ զենքով է, որ ասեցիք ՀԿ-ների կողմից։ Առաջինը որսորդական վկայականը, որը տրվում է հասարակական կազմակերպությունների կողմից առայժմ, այսինքն եթե հանդիսանում են որևէ որսորդական հասարակական կազմակերպության անդամ։ Երկրորդ փաստաթուղթը զենքի թույլտվությունն է, եթե հրազդանով են իրականացնում ոստիկանության կողմից տրվում եւ բնապահպանության նախարարության կողմից տրվող կենդանատեսակի համար որսի թույլտվությունն է, եթե վճարում են նրա բնավճարը։ Պարոն Բեգլարյան, նշեք, խնդրեմ, արդյոք որսից չի տուժի բնությունը եւ ինչպես է պահպանվում այդ կենսաբազմազանության հարցը, որպեսզի Ուրեմն որսի բացումից առաջ, 2 ամիս առաջ իրականացվում են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվում է տվյալ կենդանատեսակի քանակը բնության մեջ, ինչքան է վերարտադրվել, եւ դրանից հետո մենք կազմում ենք նախագիծը, հրամանային նախագիծը, ուղարկում ենք մեր գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ, այնտեղից ստանում են գիտական հիմնավորում, որ կարելի է այս կամ այն կենդանատեսակի վրա որս իրականացնել եւ ինչ քանակով եւ այնուհետեւ գիտական եզրակացությունից հետո տալիս են թույլտվությունը։ Ընդհանրապես սիրողական որս իրականացնելուց բնությունը երբեք չի տուժի, որտեղ մենք թույլատրում ենք վերարտադրված կենդանատեսակների մինչև 10-15%-ի թույլտվություն։ Հիմա Հայաստանում որ կենդանիներին է, որ կարելի է որսալ, որ կենդանատեսակներն են որսի ենթակա եւ ինչքան են։ Առայժմ մենք թույլատրում ենք միայն թռչունների որսը, դա լոր, քարակաքավ, սայրակ, կերնեղ, արտույտ եւ ջրլող թռչուններ, կցարներ եւ հաշվարկով նրանց քանակը յուրաքանչյուր որսորդի համար սահմանափակված է եւ չի գերազանցում 10 հատը նայած տեսակի 5-ից 10 հատ եւ 3 հատ յուրաքանչյուր որսորում, այսինքն դա ընդհանրացրած է եւ ճիշտ է այդ քանակը։ Խնդրեմ։ Պարոն Բեգլարյան, որսագործության մասին խոսեք, ինչ տվյալներ եւ ինչ վերահսկողություն, ինչպես վերահսկողություն է։ Որսագործությունը միշտ է լինում մեր հանրապետությունում իհարկե տեսչությունը, բնապահպանական պետական տեսչությունը վերահսկում է այդ գործընթացը ամեն տարի միջև վերջի տարիներին ասեմ, միջև 200 դեպք արձանագրել ենք, ուղարկում ենք վարչական պատասխանատվության կամ եթե իհարկե են գալիս քրեական հատկանիշներ, ուղարկում ենք իրավապահ մարմիններին քրեական պատասխանատվության Մասնավորապես ինչ կենդանիներ են որսում արգելված կա տարբեր արգելափակումներ, առաջի հերթին այնպիսի որսի եղանակներով եւ գործիքներով, որոնց որսը ընդհանրապես արգելված է, դա վերաբերում է այնպիսի որսատեսակներին, որոնք մասսայական կարող են ոչնչացնել կենդանիներին, այդ ժամանակ եթե կան հատկանիշներ, քրեական հատկանիշներ ուղարկում են քրեական պատասխանատվության, իսկ եթե չկան Որսագողերը մասնավորապես ինչ արգելված կենդանիներ են,
Այդ 200 դեպքի մեջ ինչ է։ Հիմնականում Տարբեր են կենտրոնատեսակներն են։ տարբեր, նույնիսկ կարող է լինել թույլատրված կենթանու որս, սակայն նա արգելված ձևով որս իրականացնեն իր ենթարկում պատասխանատվության։ Հարկեք մի քանի կենտրոնի որսակողերը Օրինակ, թեկուզ հենց լորի որսը, հենց որսաշրջանի ընթացքում, եթե իրականացնեն, ասենք, լուսային հզոր աղբյուրների եւ ցանցերի միջոցով, որով որ նրանց զանգվածային ոչնչացման կենթարկի, միանշանակ ենթարկվելու պատասխանատվության ունենան դրա թույլտվությունը, թե չունենան, որովհետեւ որսը խիստ վերահսկում է եւ պետք է կատարվի որսի կանոններին համապատասխան։ Ըստ որսի կանոնները հաստատված են։ Ավելի խոշոր լինում են այս տարի հայտնաբերվել է Վայոց ձորում Լեզովայան հայցի ապօրինի որս, վնասը միայն բնությանը պատճառած վնասը կազմում է 3 միլիոն դրամ եւ անձնավորությունը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Ցեցեք, իսկ վերահսկողությունը որքանով է խիստ, որովհետեւ ես թույլ տվեք ձեզ հակառակվեմ, կան հանրապետության հեռավոր գյուղերում բազմաթիվ շրջաններ, որտեղ ընդհանրապես վերահսկողություն չկա ու գայլերը նախնավորվում եւ այլ կերպ։ Եվ ձեզ հետո կարող նաև օրինակները բերել։ Նախ այնպիսի հասկացողություն, որ վերահսկողություն չկա, չի կարող լինել այդպիսի երևույթ, քանի որ ոչ միայն տեսչությունը, այլև նույնիսկ մարզային ոստիկանությունը եւ մարզային ուժ կառույցներ ինչ դսկողություն, վերահսկողություն իրականացնում են։ Ինչ վերաբերում է գայլերի որսին, գայլերի որսը որսաշրջանի ընթացքում թույլատրվում է եւ գայլերի համար մենք կարող ենք առանձին խոսակցություն, առանձին հարցադրում ունի, որտեղ երկար է, դա առանձին կպատասխանի։ Ես իհարկե խոսում եմ որսաշրջանից դուրս, ես գիտեմ, որ միանշանակ հասկանալի է գայլ որսալու համար, բայց դրանից դուրս ես գյուղացիներին եմ լսել, ովքեր ասում են, որ մեզ նրանք վնաս են հասցնում եւ մենք անհնար որսում ենք։ Միանշանակ, եթե գայլերը ընդհանրապես գիշատիչ կենդանիները իրենց վարքով մտնում են բնակավայր եւ վտանգ են ստեղծում մարդկանց առողջության, կյանքի նկատմամբ եւ նաեւ վնասում են անասնապահությանը, միանշանակ նա որսորդը այդ պահին որսորդ չէ, ուրիշ այլ գործիքներով կարողանում է վնասացնել կյանքին, միանշանակ դա թույլատրվում է։ Իսկ որսագողերի մեջ տեղացիներ են, թե նաև դրսից եկած արտասահմանցիներ։ Որսագողերը հիմնականում տեղացիներ են։ Բայց կան նաև Արտասահմանից հենց այնպես չեն կարող գալ եւ որսագողություն անել, ինչ որ մեկի աջակցությունը տեղացի լինում է, բայց հայտնաբերվում են պատժամիջոցներ կիրառվում են միանշանակ։ Իսկ հիմա կարծեմ Բեզվարյան այցեր են լուծում, չէ՞, որսի համար։ Այո, դա օրենքով թույլատրվում է, քանի որ Բեզվարյան այցը գրանցված է Հայաստանի Հանրապետության կամիր գրքում, բայց կա հնարավորություն այն օգտագործելու նաև որսի նպատակով, առայժմ թույլտվություններ չենք տալիս, օրենքը թույլատրում այն բուծել, բազմացնել եւ երբ որ նրանց քանակը բավականին աճած է լինում, քանակը ավելանում է, որոշ տեսակներ բնապահպանության նախարարության կողմից տրված հատուկ թույլտվությամբ, այսինքն ոչ բաստողի վիճակում, որսը վերահսկելով թույլատրվում։ Իսկ այդպիսի տուրիզմ էլ կա, չէ՞, կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, Հայաստանում գալիս էին հենց Բեզվարյան այցերին։ Դեպք եղել է մի անգամ ապօրինի գործը ուղարկվել է իրավապահ մարմիններին, գործը քննվել է իրանց կողմից, պատժամիջոցներ կիրառվել են։ Քանի գայլի համար է փոխհատուցում տրվել ստանդարտ։ Այս տարի թույլատրվել է որսալ 200 գայլ, որի համար վճարվել է պարգևավճար, առայժմ ընդունել ենք 113 հատը եւ 86 հատ որսաշրջանի ընթացքում կարող են որսալ եւ պարգևավճար ստանալ։ Ամբողջի համար ինչքան է պարգևը։ Յուրաքանչյուրի համար 124,000 է, եկամտային հարկը պահելուց հետո 93,000 դրամ որսորդը ստանում է պարգևավճար։ Իսկ այս որսաշրջանում ունեցած կենտրոններ թույլատրվել են կտակի։ Ուրիշ կենդանիներ չեն թույլատրվել, միայն գայլ, շնագայլ, աղվես, կաչաղակ եւ մոխրագույն մոդրակ։ Որսաշրջանի կացումը երբ է։ Օգոստոսի 20-ից։ Իսկ ձնատեսակները, ինչ ձնատեսակներ են թույլատրվել։
Ձկնատեսակները բոլորը թույլատրվում են, բացի կարմիր գրքում գրանցվածներից։ Արջերի մասով ինչ գնահատական կտակ վերջին շրջանում կարծես թե Հայաստանում նորաձև է դարձել արջերին բռնելը եւ փոքր վանդակների մեջ տեղավորելը, այս մասով ինչ վերահսկողություն։ Նախ նշեմ, որ այդ արջերը ոչ թե բռնում են բնությունից, այլ արդեն վերարտադրվում են, այսինքն կենդանաբանական այգիներում կամ որևէ այլ տեղ, որտեղ ունեն թույլտվություն արջերին պահելու, նրանք վերարտադրվում են, այսինքն ձագեր են ունենում, եւ այդ ձագերը սկսում են վաճառել, Այսինքն կենդանաբանական այգին կարող է հասարակ քաղաքացիների վաճառել արջ, չեմ կարծում։ Չէ, իհարկե կարող է։ Իսկ Մաշայի եւ Միշայի գործով ինչ եղավ, ինչ պատասխանատվության ենթարկվեցին Գյումրու այդ կենդանաբանական։ Դե արջերը ուղարկեցին համապատասխան տեղով պահելուն։ Իսկ ովքեր որ իրենց սեր գործը այսպես ասած արել էին, ինչ պատասխան։ Ուղղակի նորմալ պայմաններում չէին պահվել, քանի որ այդ ժամանակ որոշումը չկար, թե ինչ պայմաններում կպահվի կենդանին, օրենքը այդ մասով բաց էր եւ հնարավոր չէր մարդկանց պատասխանատվության ենթարկել, ուղարկեցին իրավապահմանին գործը քննվեց այնտեղ։ Բայց քանի որ օրենքը բաց էր այդ մասով հնարավոր չէր։ Անվերան Սիգի որսը թույլատրելի է, թե ոչ։ Սևանում Սիգի որս։ Ոչ, առայժմ չունեն տված թույլտվություններ։ Թույլտվություն չկա։ Բայց դուք չեք նկատել վաճառքը ամեն օր Սիգի վաճառքը։ Այսինքն Իհարկե նկատել են, մենք բավականին արձանագրություններ ունենք, ահագին առգրաված, մեծ քանակությամբ առգրաված ձկներ ունենք, որ հանձնել ենք մանկատներին, ծերանոցներին, այլ այդպիսի կառույցներին։ Խնդիրը կա, սակայն վերահսկվում է դժության կողմից, պրոբլեմն է, որ եթե տալիս ենք այլ տեսակի ձկան թույլտվություն արդյունագործական, ասենք կարասի կամ ուրիշ տեսակի, նրա մեջ մի քանի ինչ-որ տոկոս էլ հնարավոր է, որ որսվան նաև սիգ տեսակի ձկներ, եղել են միանշանակ նաև որսագողության դեպքեր եւ քրեական գործեր են հարուցվել, ենթարկվել են պատասխանատվության։ Այս 6 ամսվա կտրվածքով եթե հաշվենք որքան վնաս է գումարային հասցվել որսագողությունից, բնության։ Որսագողություն հիմնականում որսագողությունը սկսվում է ավելի աշնան վրա, քանի որ որսաշան ժամանակ է կատարվում։ Ես տարեկան կտրվածքներով ասեմ, որ 5-ից 6 միլիոն ամեն տարի մոտավոր, ասենք, մի քիչ ավելի պակասով վնասներ լինում են եւ պատասխանում։ Այս տարի միայն այդ Բեզվարյան այցն եք հայտնաբերել, ուրիշ չի եղել այս տարի։ Հայտնաբերվել են խախտումներ, վարչական պատասխանատվության են ենթարկվել, զենքերը արգրավել են, բայց ասենք վնաս հասցված չի եղել, որսիքավորների խախտում է եղել։ Իսկ ինչ կենդանիներ են եղել։ Թռչունների որս է եղել, ասենք վնասը կազմել է ամեն թռչունի համար 1000 դրամ, մուծվելապետ բյուջե, 15-20 թռչուն է եղել, ասենք վնասը կազմում է մեկ թռչունի համար 1000 դրամ։